Արթնցիր այս երգը գրած է Ֆիլիպ Նիկոլայ, թե երկին բարերը գրած է եւ թե եղանակը։ Ֆիլիպ Նիկոլայ ծնած է Գերմանիո մեջ, բզդիկ քաղաքի մեջ ունան անունով։ Ան ծնած է հավատացյալ ընտանիքի մեջ։ Հայրը եղած է հովիվ։ Եվ Ֆիլիպ փոքր դարիքեն կսիրեր բանաստեղծություն գրել եւ ուզեց նաեւ իր հորը հետևիլ, իր հորը ջամփով մեծնալ։ Անոր համար երբ որ երկրորդական գրթությունը ստացավ, անհաջախեց աստվածաբանական ջեմարան, ավարտեց եւ շարունակեց իր դոկտորան եւ նույն ջեմարանի մեջ եղավ դասադու եւ իր բոլոր երանտով աշխուժով ուզեց դերոջը ծառայել եւ եղավ սույն եկեղեցվոն հովիվը։ Ան եղավ հովիվ, գարաչնորթեր իր ժողովուրդը եւ ահա հանգարց բադահեցավ երկրի մեջ բادرազմ եւ բادرազմը առաջնորդեց հիվանդությունը առաջնորդեց համաճարակի, թշպախտության եւ ողբերգության։ Եվ ինչ պիտի աներ հովիվը, ինչպես պիտի համոզեր կամ մոդենար իր այս դարաբող ժողովրդին, անոր համար իր նյութը գլար եկեղեցու մեջ, թե քարոզներու մեջ, թե քրություններու մեջ, թե բանաստեղծություններու մեջ, հավիդենական կյանքը եւ հապշտակությունը։ Եվ Ֆիլիպ ամեն օր հուղարկավորություն ուներ, ամեն օր թաղում ուներ եւ իր սիրտը դխրությունով լեցված էր եւ ահա օրը լուր ստացավ որ իր աշակերտներեն, իր սիրելի աշակերտներեն մին համաճարակով մահացած է։ Մինչ իր աշակերտին թակաղին կովգայնած Ֆիլիպ արցունքները աչքերուն եւ ժողովուրդը ցավերու մեջ, խավար օրերու մեջ, ինչպես որ հիշեցին քիչ առաջ, գնայեր հովիվին, որ իրենց ինչպես պիտի մխիթարեր, ինչ խոսքեր պիտի դար։ Աղոտքեն ետ, երկերեն ետ, հովիվը իր պերան բացավ Աստծո խոսքովը, Հիսուսի հավատքովը եւ խոսեցավ հավիդենական կյանքի մասին, հավիդենական կյանքը, որ Հիսուսով է, հավիդենական կյանքը ուրախություն կա, փառք կա եւ հավիդենական կյանքը ուր բادرազմ չկա, արցունք չկա, մահ չկա, բաժանում չկա եւ այսպես երբ որ խոսեցավ եւ ալ ավելի շեշտեց բոլորին որ մեր հավատքը ամուր բռնենք արթնանք մեր դարաբանկներեն հիվանդություններեն պատրաստվենք եւ իմաստուն գույսերուն պես մեր գանտեղները վարած բարձր բռնած մեր սիրելի փրկին դիմավորենք ամեն եւ գրեց արթնցիր